ամենակտրուկ տրամադրված հանենք, և երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահը։ Ծեծվել է մինչև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ։ Եվս մի ազգային ժողովի նախագահ, որովհետև մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալի չէ, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետև ձեռս պահեք ու թողեք որ խփեն, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ թիկնապահները իրանց պահեցին։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գործում ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին և նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ընկալում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա, ու որը իրականում լավ է լավ։ Ես ես ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր սկսված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի, նենց չի, որ ուզենամ ինչ-որ պրովոկացիա անեմ, այն արեցին էլի փողոցում, մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ ուզում հասկանում, կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, տրամաբանությունը նախկինում կար, Սերժի վարչապետս ինչի ես, ինչի է, ինչի, ով ճանաչում վարչապետի Աշկլանի անվտանգության ղեկավարի անունը գիտեք, դե ազգանունն էլ ասում, դե բա, էլով իմ անվտանգության ղեկավարը, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանանում, բայց տարբեր երկրների ղեկավարների բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ և միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես ուտի պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Համասում եմ, երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի մեկ էր անում, ես առանց թիկնապահ փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անել, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցում, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործի չեմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ չունի, արին ճանաչում շատ լավ տղա է, Քոչարյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել է։ Կամ բանը, չէ, Սերժ Սարգսյանը չի թիկնապահ, դերեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ, հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դեռ կարիքը չունեմ, ես ալել եմ։ Բայց պաշտոնաթող նախագահներին հասնում է, չէ՞։ Իսկ ինձ բայց էլ ասում, բայց ո՞նց է իրաց ասում են։ Կամ որ գալիս են այդ Հայաստան դաշնի ներկայացուցիչները ինչ-որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապահներից, բաներից, մեքենա չունեմ, եթե ինչ, մեքենա չունեմ։ Չէ, ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ-որ տեղից լինի։ Եվ չարաշարելով համբերություն մի